Բայց չասցիկ նախորդ շրջանում մեր ծրագիրը ինչ արդյունք ունեցել, քանի խելացի անասնագոմա կառուցվել, քանի գլուխ, քանի անասնագլխաքանակով եւ ինչքան է ծախսվել։ Պարոն վարչապետ, նախկին մեր ծրագրի շրջանակներում այսօր մենք ունենք կառուցված 58 խելացի անասնաշենք, ընդհանուր խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային կենդանի ներմուծման ծրագրի շրջանակում մենք ունենք 2400 տոհմային կենդանի ներմուծված։ Այդ երկու ծրագրերի շրջանակում անասնաշենքի կառուցման համար ծախսած գումարը կառավարության կողմից փոխհատուցված գումարը եղել է 925 միլիոն դրամ, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման պարագայում այն եղել է 587 միլիոն դրամ։ Այսինքն ստացվում է, այս ծրագիրը մենք 19 թվականից ենք, չէ՞, ներդրել։ Այսինքն 19 թվականից 5 տարվա ընթացքում 58 անասնագոմա կառուցվել եւ 2400 գլխաքանակա ներդրվել, ճիշտ եմ հասկանում։ Այո, պարոն վարչապետ, մի թիվ էլ կուզենայի նշել, որ ընդհանուր առմամբ այս ծրագրի մեկնարկից հետո մենք ունեցանք էկոնոմիկայի նախարարություն դիմելիությունը եղել է շուրջ 413 ֆերմեր ցանկացել է որպեսզի խելացի անասնաշենք կառուցի, այդ 413-ից միայն 102-ն են կնքել էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիր եւ ընդհանուր ավարտական կառուցվել է 58 անասնաշենք։ Այս ընթացքում մենք նկատեցինք նաեւ, որ շինարարական շինանյութի արժեքները փոփոխության են ենթարկվել եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ այս նախագծով առաջարկում ենք այդ փոփոխությունները, որպեսզի ֆերմերների համար տնտեսապես ձեռնտու լինի անասնաշենքի կառուցումը եւ տոհմային կենդանիներով համալրումը։ Չէ, մենք դժգոհ չենք, որ 58 անասնագոմ կառուցել է, բայց մեր ի սկզբանե մեր պատկերացումը այդ չէր, ճիշտ է։ Այսինքն այս նշանակում է, որ ծրագիրը ասիկ 900 միլիոն դրամ, 925 միլիոն դրամ անասնաշենքերի փոխհատուցման ծրագիր։ Ընդհանուր բոլոր 4 տարվա ընթացքում 900 Այո, միլիոն։ ընդհանուր 925։ Տեսացույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում։ Բա հիմա ինչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք։ Հիմնական այն ուսումնասիրությունը, որը մենք իրականացրել ենք, պարոն վարչապետ, դա վերաբերելի էր սահմանված փոխհատուցվող գումարին, այսինքն մենք գնահատում ենք, թե այս մոդելի անասնաշենքի կառուցման համար ինչքան է առավելագույն սահմանաչափը, որից հաշվարկվելու էր 50% փոխհատուցումը, եւ դրա հիման վրա ֆերմերները կամ որոշում էին կայացնում այդ անասնաշենքը մաս կազմեին ծրագրին կամ ոչ։ Եվ շատ դեպքերում, հատկապես վերջին տարիների ընթացքում նկատեցինք, որ դիմելիությունը որոշակի պակասել է հենց այդ հանգամանքի պատճառով եւ այդ է պատճառը, որ այս նախագծում վերանայվել են այդ շեմերը։ Ես կարող եմ նաեւ նշել, որ օրինակ 20-ից 25 գլուխ անասնաշենք կառուցելու համար, եթե նախկինում սահմանված էր 23 միլիոն դրամ, ընդհանուր գումարը եւ դրանից հաշվարկվելու էր 50% փոխհատուցում, ապա այս ծրագրով այդտեղ սահմանված է 30 միլիոն դրամ։ 10-ից 15-ը ինչ ենք հանում։ 58 խելացի անասնաշենք 15 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար նախատեսված անասնագոմի այդ տարբերակը հանում ենք։ Ինչ ենք հանում։ 58 կառուցված անասնաշենքերից ամենափոքր թիվը, աննշան թիվը կազմում էր հենց 10-ից 15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների եւ հաշվի առնելով նաեւ ինտենսիվացումն ու տնտեսապես արդյունավետությունը հաշվարկելով դրա համար առաջարկում ենք, որ 20-ից 25 գլուխով լինի։ Դա ակնհայտ է մեր բոլոր ծրագրերի դեպքում եւ մենք մեր ի սկզբանե այս process-ը ըստ էության ուղիղ եթերում է տեղի ունեցել 2018 թվականից սկսած մենք փորձել ենք հնարավորինս բովանդակային ծրագրեր ունենալ փոքրերի համար հույս ունենալով որ նրանց պետք է աջակցենք, բայց ըստ էության արձագանք չենք ստացել, դրան մեր մեկնաբանությունը ամենատարբերն էր, բայց վերջերս նախորդ կառավարության նիստում ես այդ թեմային անդրադարձա, որ ըստ էության այդտեղ ընդ որում ես այդտեղ մեզ մեղադրական ենթատեքստով չեմ ասում, բայց խնդիրն է նա, որ այդ հատվածում ձևավորվել է մի իրականություն, որը խորը ճգնաժամային է
եւ մեր սովորական այդ պատկերացումները դահլիճային կամերային պատկերացումները իրականության հետ չեն բռնում։ Եվ պարզ է, որ 10-15-ը մենք կարող ենք ֆորմալ թողել քաղաքական մեսեջի առումով, բայց մեկը դա չի աշխատելու։ Բայց հիմա ես ուրիշ կողմից եմ ուզում մոտենալ հարցին։ Հիմա մեր խոշորը առավելագույն խոշորը մեր 100-ներ, հա, 100 Այս նախագծով մի առավելագույն սահմանաչափ ենք ավելացրել, այո, 95-ից 100 գլուխ։ Նախկինում 45 գլուխն էր առավելագույնը, հիմա շատ լավ։ Հիմա 100 գլուխ եղջերավոր, խոշոր եղջերավոր անասունի համար նախատեսված այս ծրագրի համար մենք ինչ փոխհատուցում ենք տալիս։ Մենք առաջարկում ենք այն գնահատված է 114 միլիոն դրամ, հետևաբար 114 միլիոն դրամի 50%-ը փոխհատուցում ենք։ Եթե այն գտնվում է սահմանամերձ բնակավայրերում, ապա 70% փոխհատուցում է տեղի ունենում։ Նաև նշեմ, որ պարոն վարչապետ, մի րոպե, 70%-ի բանը ինչքան է։ 100%-ի համար 100 գլուխ եղջերավորի համար մենք ունենք ֆիքսված թվեր, չէ, որի 50 եւ 70%-ը ինչքան է կազմում։ 114 միլիոն դրամի համար 50%-ը կազմում է 57 միլիոն դրամ։ 57 միլիոն, 70%-ն էլ համապատասխան, ասենք մոտավորապես 80 քանի միլիոն դրամ։ Շուրջ 80 միլիոն։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում։ Մենք սահմանել ենք վերին շեմ 100 գլուխ եղջերավոր անասուն։ Հիմա իսկ քննարկել ենք մենք կոմիտեում, որ կոմիտեում է քննարկվել, իսկ քննարկել ենք sense տարբերակ, ասել ենք, ես մեր ծրագրի բարձրագույն ամենաբարձր շեմն է 100 գլուխ, սրանից ավել ով ինչքան ուզում է թող կառուցի, մենք այս 100-ի չափով նույն ձևի իրանց էլ ենք փոխհատուցում։ Այսինքն մեկը ուզում է կառուցի 500 գլուխի համար նախատեսված, մենք ասում ենք ոչ թե բանաձևն ենք դնում, ասում ենք 100 գլուխ խոշոր եղջերավոր անասունի անասնաֆերմայի համար նախատեսված է, սահմանամերձում 80 քանի միլիոն դրամ, տոկոս կոնկրետ կհաշվենք, եւ ոչ սահմանամերձում 57 միլիոն դրամ, 100-ից ավել ով ուզում է կառուցի, ինչքան ուզում է կառուցի, այս նույն փոխհատուցումները իրանց էլ ենք տալիս։ Պարոն վարչապետ, նախկինում որ սահմանված էր 40-ից 45 գլուխ, նույն մոտեցմամբ էինք մոտենում հարցին, այսինքն լինում էին տնտեսվարողներ, որ իրենք ավելի մեծ էին կառուցում, եւ հետեւաբար մեր առավելագույն փոխհատուցման մասը այդպես էր կազմում, բայց հիշեցնեմ նաեւ, որ կառավարությունը շուրջ 2 տարի առաջարկում էր մեկ այլ ծրագիր արդեն խոշոր ներդրումների համար անասնաբուծության ոլորտում, որտեղ 1 միլիարդ դրամ եւ ավել, դա խոսքը վերաբերում է արդեն խոշոր տնտեսություններին, ներդրում իրականացնելու դեպքում կառավարությունը փոխհատուցում է կապիտալ ծախսերի 40%-ը։ Այսինքն ավելի մեծ բան էինք։ Այո։ Առաջարկում ու չի աշխատում։ Մենք այդտեղ ունենք շուրջ կնքված 11 պայմանագիր եւ 11 պայմանագիրը իրականացման, քանի որ խոշոր ծրագրեր են 3 տարի իրականացման ժամկետ է սահմանված, մեկ տնտեսություն արդեն կառուցված է, մնացածը ընթացքի մեջ են, որոշները 2026 թվականին արդեն կանխատեսում է, որ կավարտեն եւ կդիմեն փոխհատուցման, որոշները կան մի քիչ ավելի դանդաղ են աշխատում։ Նկատի ունեմ իմ ասած բանաձևը ինչ որ մի բանի վնաս կտա, տենց էլ աշխատում է։ Տենց էլ աշխատում է։ Այսինքն եթե այդ ծրագրի, այսինքն 100-ից ավել ներդրումների 40%-ն է 100-ից ավելի դեպքում 1 միլիարդի դեպքում։ Դա 1 միլիարդի դեպքում, բայց եթե 1 միլիարդ չի, ասենք ինքը պետք է ծախսեր ենթադրենք 114 միլիոն դրամ չի ծախսում, կամ այս պարագայում գուցե մտածի, որ հնարավորություն ունեմ ոչ թե 100 գլուխ ըլնի, այլ 150 գլուխ ըլնի այդ լրացուցիչ խթանը հաշվի առնելով։ Այո, մենք առավելագույնը փոխհատուցում ենք 100 գլխի համար սահմանված գումարը, թե չէ ինքը կարող է մեծ ավելի մեծ նախատեսել, այո։ Այդպիսին է ծրագիրը, կարող է անել 200 գլուխի համար նախատեսված, որը 1 միլիարդ չի հասնում այդ ծախսը, բայց այս 100-ի փոխհատուցումից ինքը նորից կօգտվի։ Պարոն վարչապետ, ես համոզված եմ, որ նախագծով այդպես է, բայց թույլ տվեք եւս մեկ անգամ ճշտել եւ արձագանքել, բայց գիտեմ, որ նախագծով այդպես է սահմանված։ Առարկություն չունեք, եթե ասենք ինչ-որ մի բանի չի խանգարում, այդպես է պետք անել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։